Հոդված, որի հեղինակը հայտնի չէ, աղբյուրը նույնպես։ Բայց հրապարակումից հետո այն սկսեց արագ տարածվել հայկական մեդիադաշտում, առաջացնելով հարցեր։ Առաջին տարածողներից մեկը Դանիել Իոաննիսյանն էր։ Հրապարակվել են FSB-ի Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք ըստ ամենայնի ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։ Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության Ռուսաստանի Դաշնության պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։ Ով է հրապարակել այս տվյալները, որոնց հղում է անում Իոաննիսյանը։ Կայքի անունը Կովկասի քրոնիկոն է։ Հոդվածները ռուսերեն են, վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային, Իրանին։ Կայքը գործում է 2025-ի մայիսից։ Կայքում բացակայում են այն հիմնական տարրերը, որոնք սովորաբար ապահովում են լրատվության վստահելիությունը, հեղինակ, սկզբնաղբյուր եւ ստուգելի հղումներ։ Ֆինանսավորման աղբյուրների սեփականատերերի մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ նաև, թե որտեղից է գործում կայքը։ Նման արտահոսքերն ընտրությունների շեմին հաճախ չեն դիտվում որպես տեղեկություն։ Դրանք կարող են լինել օրակարգ ձևավորելու, հանրային ընկալումներ փոխելու կամ քաղաքական արձագանք ստուգելու գործիքներ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն հստակ նշում է, երկու ուղղությամբ ուշադիր պետք է լինել։ Երևի բաժան ենք, որքանով է իրական փաստաթղթերը եւ կա արդյոք սրա հետեւը արտահոսքի հետեւը միտում ակնհայտ է, որքանում են փաստաթղթերը իրական եւ ոչ սա առանձին հասկանալու բաներ են։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երրորդ արտահոսքն է։ Բոլորը ներկայացվում է Ռուսաստանի Դաշնությունից ուղղորդված հիբրիդային պատերազմի փորձի բացահայտում։ Սամվել Մարտիրոսյանը դրանցից առաջինը սոցիալական դիզայնի արտահոսքն անիմաստ ու շատ բացահայտ մանիպուլյացիա է որակել։ Արտահոսքերից մեկն էլ The Insider հարթակով էր տարածվել, որը գրանցված է ռուսալեզու հետաքննական հարթակ որպես։ The Insider-ը պարբերաբար հրապարակում է բարձր քաղաքական ռիսկ ունեցող նյութեր, հիմնված արտահոսքերի եւ փաստաթղթերի վրա, ճիշտ այնպես, ինչպես Կովկասի քրոնիկոնում է։ Պարզապես տարբերությունն այն է, որ քրոնիկոնի անհասցե հոդվածում հրապարակվել են մի շարք լրատվականների, քաղաքական հանրային գործիչների անուններ, որոնք իբր մաս են կազմում Ռուսաստանի Դաշնությունից ուղղորդված հիբրիդային պատերազմի։ Պարզ է, որ բազմաթիվ ինչ-որ հակերային թիմեր, որոնք աշխատում են, շատ հավանական է, որ իրանց մեջքում կանգնած են ինչ-որ պետական հակերային թիմեր, որոնք իրականացնում են գործողությունները, հետո այս տվյալները արդեն լեգիտիմացնում են տարբեր տիպի արտահոսքներ։ Հասկանալի է, որ ընտրությունները այս ամեն ինչի ամենալուրջ լարվածության պահ են։ Համ փաստաթղթերն են վերաբերում ընտրությունների, համ արտահոսքները ակնհայտ է, որ արվում են ընտրությունների նախաշեմին։ Իսկ ինչպես պետք է հասարակությունը պայքարի նման արտահոսքերի դեմ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով այդ արտահոսքերը, տեղեկությունները հասարակությունը չպետք է ընկալի որպես իրենց քաղաքական համոզմունքի ապացույց կամ հերքում, այլ զուտ որպես տեղեկություն, որին ոչ միայն չպետք է տրվել ու հավատալ, այլև պետք է կասկածով վերաբերվել, ստուգել եւ փաստեր փնտրել։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։